Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 27 նոյեմբերի, օրը 5-շաբթի, բարի երեկո։ Գեղարքունիքի մարզի մի քանի դպրոցներ Հայաստանի Քեմբրիջի միջազգային դպրոցի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնի հետ համատեղ ամիսներ շարունակ իրականացրել են դեպի Սևանալիչ հոսող գետերի որակի չափման աշխատանքներ։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի օգնությամբ։ Քեմբրիջի միջազգային դպրոցը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնը և Գեղարքունիքի մարզի 9 դպրոց ամփոփում են համատեղ իրականացված Rivers կենսական նշանակություն ունեցող էկոհամակարգերի վրա ազդեցությունների գնահատում, ջրի պատասխանատու կառավարման միջոցով գիտական կամավորության ծրագիրը։ Մայիսից մինչև նոյեմբեր յուրաքանչյուր շաբաթ դպրոցականները ուսուցիչների աջակցությամբ իրենց բնակավայրով հոսող և Սևանալիչ թափվող գետերի և վտակների ջրի որակի չափումներ են կատարել, որոշել դրանց քիմիական ու ֆիզիկական վիճակները։ Rivers ծրագրի համոզմունքն է գիտությունը սահմանափակված չէ լաբորատորիաներում կամ միայն գիտահետազոտողներով։ Այն ծաղկում է մարդկանց ձեռքերում, ովքեր դիտում են, հարցնում, գրանցում ու գործում, աշակերտներ, ուսուցիչներ, համայնքների անդամներ։ Վերջին ամիսների մեր աշակերտները լիովին ստանձնեցին այդ դերը։ Նրանց աշխատանքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքացիական գիտությունը ուժ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած տարիքի մարդու ներդրում ունենալու կարևոր տվյալների հավաքագրման, իրական խնդիրների ըմբռնման և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության խորացման գործում։ Գեղարքունիքի մարզի դպրոցների աշակերտները որոշել են ջրի քիմիական միջավայրը, գույնի, հոտի, թափոնների առկայությունը, սննդանյութերի մակարդակը, հոսքի արագությունն ու էլեկտրահաղորդականությունը։ Այս հետազոտությունների արդյունքները վերլուծել են Քեմբրիջի միջազգային դպրոցի աշակերտները։ Հետաքրքիր տվյալներ կային, օրինակ, ինչպես նշեցի, ֆոսֆատի մակարդակը, որը սննդանյութերից մեկն է հանդիսանում, շատ բարձր մակարդակի վրա էր գտնվում, ինչը ջուրը աղտոտում է, գույնի փոփոխությունը տեղի ունենում։ Աշխատանքը մեծ միջոց էր ինձ համար ծանոթանալ նոր նյութերի հետ եւ կարողանալ կիրառել այն, ինչ որ մոնիտորինգների ընթացքում։ Նաեւ մեզ կարողացա հասկանալ, թե ինչպես չաղտոտել գետը եւ ինչպես պահպանել նրա ջրի մաքրությունը։ Դպրոցականների հետազոտությունները իհարկե չեն կարող փոխարինել մասնագիտացված կառույցների եւ գիտական կենտրոնների մշտադիտարկումներին, սակայն կարող են օժանդակել չափումների արդյունավետության մեծացմանը։ Հույսով եմ, որ երբ իրենց հետաքրքրությունը այսպես ավելի բարձրանա, հետագայում իրենք կդառնան հետազոտողներ։ Իրենք նաև կդառնան ավելի ակտիվ քաղաքացիներ, կպահանջեն այս շրջակա միջավայրի բնապահպանությունը եւ նաև այսպես ասենք ռազմավարության մեջ ավելի ակտիվ ձևով իրենք բաժին կդառնան։ Ծրագրում կարևորվել է երեխաների մասնակցությունն ու ներգրավվածությունը, որովհետեւ դա բարձրացնում է նրանց պատասխանատվությունը շրջակա միջավայրի եւ ընդհանրապես գետի, Սևանալիչի պահպանման համար։ Երեխաների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն մենք արդենից նկատում ենք եւ կարծում ենք, որ նրանցից շատերը ապագայում շատ լավ գիտնականներ կդառնան։ 7 ամիս տևած հետազոտական աշխատանքները նաև նոր նախաձեռնությունների առիթ են դարձել։ Այս առումով աչքի են ընկել հատկապես արմատ խմբակների սաները։ Այս ծրագիրը ներկայացնելու հետ մեկտեղ ես պատրաստել եմ վեբ կայք եւ այդ կայքի մեջ մեր կատարած արդյունքներն է զետեղված։ Պետք է այո, հենց առաջին հերթին դպրոցներն իրենք նախաձեռնեն, ոչ թե սպասեն, որ ինչ որ հկաներ նախաձեռնեն այս նախաձեռնությունը եւ բերեն հասցնեն դպրոց։ Իրենք պետք է նախաձեռնեն ու աշակերտական ավելի լայն խմբերով, մեծ խմբերով, լայն մասշտաբով կիրառեն նմանատիպ ծրագրերը։ Ծրագրով դպրոցականները ստացել են համապատասխան քիմիական նյութեր եւ սարքավորումներ, որոնք կարող են կիրառել հետազոտական աշխատանքները շարունակելու կամ բնագիտական առարկաների ուսուցման գործնական աշխատանքներում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի փոքրիկ իշխան սոցիալական կենտրոնը 3 ամիսների ընթացքում շահառու երեխաների եւ նրանց ծնողների համար կազմակերպել է սոցիալական իրավունքի վերաբերյալ իրազեկումների արշավ, բարձրացնել պատանիների իրավագիտակցության մակարդակը։ Այս նպատակին են ուղղված եղել իրազեկման տարաբնույթ միջոցառումները։ Առաջինը աշխատանքի իրավունքն է, համապատասխան մասնագիտական ուղղորդման եւ վերապատրաստման, ինչպես նաեւ մասնագիտական վերականգնման ապահովում։ Մենք ընտրել ենք այս իրավունքը, քանի որ երկրում երիտասարդների շրջանում գործազրկությունը 30% է։ Այս իրավունքը կնպաստի երիտասարդների շրջանում գործազրկության նվազեցմանը։ Պատանիները խորհրդարանի անդամների դերում են։
փորձում են մշակել իրավական այնպիսի մի համակարգ, որը կլուծի երկրի առջև ծառացած խնդիրները։ Բարդ թեմաների մասին խաղի միջոցով այս ձևաչափն է ընտրել Հայկական Կարիտասի Գավառի փոքրիկ իշխան սոցիալական կենտրոնը շահառուստաներին սոցիալական իրավունքի վերաբերյալ գիտելիքներ տալու համար։ Այս խաղը նպատակ ունի զարգացնել երեխաների ինքնագիտակցությունը, որպեսզի երեխաները հասկանան սոցիալական իրավունքների կարևորությունը եւ յուրաքանչյուր քաղաքացու դերը իր երկրի սոցիալական քաղաքականությունը մշակելու հարցում։ Տարվա մեջ 2 անգամ իրականացնում ենք այս նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը չենք սահմանափակվում իրականացնելով միայն կենտրոնի սաների շրջանակում, այլ նաեւ ներառում են Գավառ համայնքի այլ երեխաներ։ Այս անգամ մեզ միացել են Գավառի ուսուցողական կենտրոնի սաները եւ մասնագիտական թիմը։ Երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկման ծրագիրը փոքրիկ իշխան կենտրոնն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով։ Ապրիլին, մայիսին եւ նոյեմբերին կենտրոնի պատանիշահարուները մասնակցել են իրազեկման արշավների, իրենց համար մատչելի մեթոդներով ծանոթանալով ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի հիմնական դրույթներին։ Յուրաքանչյուրը պետք է իմանա ինչ իրավունք ունի, որպեսզի կարողանա դա կիրառի իր կյանքում։ Ամենակարևոր իրավունքը ըստ ինձ կյանքի իրավունքն է։ Մենք պետք է չմոռանանք նաև մեր պարտականությունների մասին, քանի որ իրավունքներից բխում են պարտականությունները, որոնք պետք է կատարել, որպեսզի մեր կյանքը ամբողջովին ու ճիշտ լինի։ Սոցիալական իրավունքների վերաբերյալ իրազեկման արշավներին եւ խմբային աշխատանքներին մասնակցում են նաեւ շահառու երեխաների ծնողները։ Նախաձեռնությունն արդեն 2 տարի իրականացվում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ եւ Caritas Ավստրիայի գործընկերությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գեղարքունիքի մարզային գրադարանում հերթական հանդիպում դասախոսությունն է կայացել։ Այն նվիրված է եղել Ավետիք Իսահակյանի չափածո եւ արձակ գործերի ներկայացմանը։ Դասախոսությանը մասնակցել են մանկավարժներ, Իսահակյանի գրականությամբ հետաքրքրված ընթերցողներ, աշակերտներ։ Ավետիք Իսահակյանը որպես բանաստեղծ, արձակագիր եւ փիլիսոփա։ Գեղարքունիքի մարզային գրադարանում հերթական դասախոսությունն է մանկավարժների, աշակերտների եւ ընթերցողների համար, որը կարդում է Գավառի պետական համալսարանի հասարակագիտության ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը։ Դասախոսությունն ուղեկցվում է վարպետի ստեղծագործությունների ընթերցումով եւ նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երգերի կատարումներով։ Բանախոսն առանձնակի շեշտադրմամբ անդրադառնում է Ավետիք Իսահակյանի արձակին։ Նրա արձակը խորը արձակ է, ճիշտ է, գրականագետները գտնում են, որ ոչ Թումանյանը, ոչ էլ Իսահակյանը, եթե պոեզիայում մեծերն են, արձակում այդ մեծերը չեն, բայց նաև զգուշաբար ասում են, որ ամենայն դեպս այդ մեծերից հետ չեն մնում։ Ես ուզում եմ, որպեսզի մեր հասարակությունը իմանա, որ նրա արձակը ուսուցանող արձակ, իսկ այսօր է շեշտադրել է այդ ուսուցողական արձակը փիլիսոփայական խորությամբ ու շեշտադրում է։ Բանաստեղծ փիլիսոփայի կերպարի ձևավորումը ենթաթեմայի շրջանակում լսարանին ներկայանում է արդեն փիլիսոփա Ավետիք Իսահակյանը համաշխարհային փիլիսոփայական մտքի իր ընկալումներով եւ անդրադարձումներով։ Իր թոռ Ավետիք Իսահակյանը նշել է, որ եթե պոետ Իսահակյանին լավ գիտեն, եթե արձակագիր Իսահակյանին քիչ գիտեն, բայց նրա փիլիսոփայության մասին ոչինչ չգիտեն։ Եվ իմ նպատակն էր նրա փիլիսոփայական աշխարհը բացահայտել։ Ինձ թվում է, որ կարողացա համենայն դեպս դահլիճի ուշադրությունը գրավել, որպեսզի նրանք մի քիչ էլ գոնե փիլիսոփա Իսահակյանին պատկերացնեն։ Ցանկացած նախաձեռնություն, որ նպաստում է գրադարան գիրք ընթերցող կապի ամրապնդմանը, խրախուսվում է մարզային գրադարանի կողմից, նշում է տնօրենը։ Հերթական այս դասախոսությունն էլ լսարանի համար նորովի բացահայտեց ընթերցողներին այնքան հարազատ Ավետիք Իսահակյանի կյանքն ու ստեղծագործության առանձնահատկությունները։ Համլետ Ղաջոյանը մեզ հետ կիսվեց Իսահակյանի ստեղծագործական ողջ աշխարհով, ներկայացնելով նրա պոեզիան, արձակը, երգերը եւ փիլիսոփայական մտքերը, բացահայտելով հեղինակի բոլոր ճյուղերը եւ օգնելով լսարանին խորությամբ ընկալել հեղինակի գաղափարներն ու հոգեվոր ժառանգությունը։ Գրադարանները մշտապես ձգտում են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ գրականությունն ու գիտելիքը հանդիպում են, ոգեշնչում են եւ լցնում են մարդու միտքն ու հոգին։ Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը շատ հաջողված հանդիպում էր
եւ կարողացանք այդ իսահակյանական շունչն ու ջերմությունը մեզ հետ տանել։ Եթե միջոցառում ես կազմակերպում, այդ դժվարություններից մեկն էլ համապատասխան ունկնդրող, համապատասխան դասարան հավաքելն է։ Մարզային գրադարանը այդ տեսակետից չգերազանցված վարպետ է, ես ոչ միայն այստեղ եմ մասնակցել, այլ Լեփ Լեցուն թատրոնի դահլիճ եւ այլ տեղերում։ Դասախոսությանն առավել գեղարվեստական շունչ են հաղորդում Գավառի երաժշտական դպրոցի սաների կատարումն ու միջոցառման մասնակիցների իսահակյանական ընթերցումները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել ենք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։